քաջերի սահման իրենց զենքն է հենց։ Քաջեր միշտ էլ կան, զենք է հարկավոր։ Քաջեր միշտ էլ կան, պետք է ասպարեզ, որ նույնպես չկար։ Կար միայն պարիսպ, որ տարածվում էր աշխարհից աշխարհ, և կային նաև ազնիվ ճակատներ, որոնցով երբեք պարիսպ չես քանդի։ Աշխարհի վրա իշխում էր արդեն մի ճշմարտություն, որ 100 տարի, 100 ձիգ տարի չէր կարողանում իր ճշտությունը կարգին հաստատել։ Մի ճշմարտություն, որ ամեն վայրկյան կամա-ակամա հերքում էր իրեն, անվերջ բացելով իր մերկությունը և իսկությունը։ Իսկ իսկությունը, Հիսուսը, որ մի հրյա էր ազնիվ, արդեն շատ վաղուց դարձել էր իրոք մի բյուզանդացի խորամանկ ու նենգ, և նոր հավատի Էդեմ դրախտի պաճուճանքի տակ հին Բյուզանդիոնը նոր հնարներով իր օտարակուլ դժոխքն էր տանում ուրիշ երկրներ, իր կայսերական մական էր զարկում աշխարհի մեջքին, այն խեղճ աշխարհի, որ զարկի ցավից նույնիսկ տնքոցի իրավունք չուներ, և տնքոցի տեղ դեռ ալելույա պիտի որոտար։ Իսկ իսկությունը հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով ուրիշի տուն ու երկիր էր մտնում օտար վարք ու բարք, օտար ծես ու կարգ։ Իսկ իսկություն չէ, որ զորքից հետո միշտ էլ լեզուն են մարտադաշտանում, ինչ չի կարող ոչ մի զորք անել, լեզուն է անում։ Իսկ իսկությունը նոր գաղափարը էլ գաղափար չէր, այլ մի կաղապար, մի նեղ կաղապար, որ արդեն 100 տարի էր տևում։ Ոչ թե գաղափար, այլ մի կաղապար, որ երազն անգամ իր մեջ էր ձևում։ Ոչ թե գաղափար, այլ մի կաղապար և մարմնի համար, որ շնչակտուր հևում էր հևում, և հոգու համար, որ վաղուց արդեն ազատ չէր թվում, և լեզվի համար։ Գետ լեզուն գործեր, մինչդեռ մեր լեզուն